Դեղորայքի պատճառով երեխաները ծնվում էին առանց վերջույթների։ Դեպքը տեղանոց է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում, որտեղ մի շարք բժիշկ նացիստներ ազատվելով իրենց աշխատանքից կարողանում են ինչ-որ մի կերպ ստանալ աշխատանք դեղագործական ընկերությունում եւ սկսում են թեստավորել նոր դեղորայք։ Դեղորայքի անունը տալիդամիդ է, այն հանդիսանում էր հանգստացնող դեղորայք, ինչպես ասպիրինը, ու քանի որ փորձարկելով առնետների վրա ոչ մի խնդիր չի առաջանում, նրանք ստանում են պետությունից կանաչ դրոշակ եւ սկսում են օգտագործել նաև մարդկանց վրա։ Այն ժամանակ մարդկանց վրա փորձարկումները շատ հեշտ էր կատարել, քանի որ ոչ մեկ չէր մտածում, որ կարող է ինչ-որ վատ բան լինել։ Այս դեղերը սկսեցին նշանակվել հղիներին։ Հղիներին նշանակվելուց հետո կանայք, երբ որ ընդունում էին, զգում էին, որ սրտխառնոց չունեն, զգում էին, որ շատ լավ են ամբողջ օրը իրենց զգում, քնում էին շատ հանգիստ ու սկսեցին կանայք սա օգտագործել սովորական վիտամինների պես օրական մի քանի հատ խմելով։ Անցնում է ինչ-որ ժամանակ եւ ծնվում են երեխաներ։ Երեխաները ծնվելուց հետո կեսը չեն ունենում ձեռք, կեսը չեն ունենում ոտք, նույնիսկ ականջը կիսատ է լինում։ Դեպքեր են գրանցվել նաև, որ երեխաները մահացել են ծնվելուց 2-3 օր անց, սակայն դա չի կանգնեցրել նրանց, որպեսզի շարունակեն արտադրությունը դեղերի մինչև այն պահը, երբ որ պետությունը վերջապես հասկանում է, որ այս ամենը սխալ է։ Նույնիսկ Գերմանիայում հայտնվում են մանկատներ, որտեղ առանց վերջույթի երեխաներն են բնակվում միմիայն։ Այս ամենի պատճառով պետությունը սկսում է հետաքննություն, պարզվում է, որ այդ ամենը դեղորայքների պատճառով է եղել, նրանց դա չի հասնում, դե իհարկե, ու կասեցվում է դեղի արտադրությունը։ Սակայն մեկ է տարիներ անց այն մարդիկ, որոնք օգտվել են կամ նրանց ծնողներն են օգտվել, գենետիկորեն անցել է եւ եղել են դեպքեր, որ նույնպես նրանց երեխաները ծնվել են առանց վերջույթների։